Ազգային ժողովի ընտրության արդյունքները զարմացրել ու նաև զայրացրել են երևանցիներին։ Այս ընտրությունը միայն մի բան հաստատեց, որ ճիշտ են միայն Սասնացորերը։ Ոնց կարա ազգովի ադեն չսիրեն այս կուսակցության ու հանգարց 50% ձեն հավաքի։ Քան տարի արդեն հանրապետական ղեկավարը մեծ երկիրը ոչ մի լավ բան չկա դեպի վատին ագնում, ժողովուրդը փախնում են քաղաքից։ 2008 թվականից մինչև հիմա ոչ մի լավ բան տեղաշարժ չի եղել։ Ընդհակառակ ավելի ավատացել չէ ժողովրդի կենսամակարդակը ամեն առումներով վատացել է։ Ինչը փոխվեց ժողովրդի ընտրազանգվածը ոնց փոխվեց կտրուկ այս ժամանակ ընտրեցինք Ռաֆին, չէ՞ կարծեմ Ռաֆի Հովհաննիսյանին։ Այդ ընտրազանգվածը դարավ հիմա Հանրապետական կուսակցության հաղթանակը չցանկացող այս քաղաքացին չի հավատում, որ համաքաղաքացիները կարող են այդ ուժին ձայն տալ։ Իրականում ընտրությունները նկարած է։ Իրանք վաղուց այդ թվերն էլ գիտեին, իրենց հանցագործ կուսակցություններին էլ հետը։ Եթե իմ թոշակը 30,000 դրամ է, ես ոնց կարամ գոհ լինեմ այդ իշխանությունից, գոնե մի փոքր։ Այս մեծահասակների նկատմամբ պետք է ուշադրություն ունենան, թե չէ։ Ծառուկյան դաշինքի համակիրն արդեն պատկերացնում էր, թե ինչպես է շնորհավորելու գաղափարակիցներին։ ՀՀԿ-ի հաղթանակն իր համար մեկ բան է նշանակում։ Նորից պետք է լինի շատ մեծ քանակությամբ արտագաղթ Հայաստանից։ Մարդիկ որովհետև արդեն հուսահատ են։ Ինքս էլ թոշակառ եմ, մտածում եմ ոնց անեմ, թողնեմ ստեղից գնամ։ Հանրապետական կուսակցությանը շնորհավորողներ էլ կան։ Նորմալ է, երբ Հայաստանի ամենաճանաչված քաղաքական ուժը հայտնվում է իշխանության ղեկին։ Գոհ եմ, որ այտենց ա եղել։ Դե այնտեղ լավ, բավականին լավ մարդիկ կան։ Մեկը Կարեն Կարապետյանն է, որին կարելի է եւ հավատալ, եւ վստահել։ Բայց եւ ընդունում է իշխանությունը շատ անելիքներ ունի։ Որ մարդիկ ապրելուց ոչ մի բանից չվախենան։ Ոչ պատերազմից վախենան, ոչ էլ դժվար ապրելուց վախենան։ Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանում կլինեն 4 ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Ծառուկյան դաշինքը, Հոյիդան եւ Ելք դաշինքը։